Ապարան համայնքի ողջ տարածքում ընդհանուր թվով 65 տեխնիկա է աշխատում 24 ժամյա ռեժիմով քաղաքի ճանապարհները ձյան ճիրաններից ազատելու համար։ Բացի այն, որ տեղումներն առատ են եղել եւ մի շարք հատվածներում մոտ 1 մետր է ձյան շերտի հաստությունը, որոշ տեղերում էլ քամին 2-3 մետր ձյուն է կուտակել։ Չնայած իրավիճակին որևէ ճանապարհ փակ չի մնում։ Աշխատանքները ղեկավարում է քաղաքապետ Եղիազարյանը, իրավիճակը գնահատելով հենց նրա որոշմամբ նաեւ միջոցներով կազմակերպվել է հավելյալ տեխնիկայի վարձակալումը։ Կանոնը մեկն է, որքան էլ շատ լինի ձյունը, որևէ ճանապարհ չպետք է փակվի։ Մի շարք ճանապարհներին պատասխանատուները ստիպված են լինում ոչ միայն մաքրման աշխատանքներ իրականացնել, նաև հարյուրավոր տոննաներով ձյունը բեռնատարներով հեռացնում են ճանապարհներից, որպեսզի քամին նորից ետ չլցնի։ Կարճ ասած, քաղաքը ձնամաքրման աշխատանքների գործուն դաս է տալիս։ Ուշագրավ էր նաև քաղաքապետի հայտարարությունը, գրեց, որ ձյունն իսկապես շատ է, բայց աննախադեպ ոչինչ չկա, պարզապես պետք է աշխատել գիշեր, ցերեկ եւ բացել բոլոր նեղ ու լայն ճանապարհները, ինչը եւ անում են, սակայն համացանցում հայտնված կադրերին բուռն արձագանքեց հանրությունը, նշելով, որ պետք է օրինակ վերցնել ապարանից, այստեղ ձնամաքրման աշխատանքները կանգ չեն առնում։ Ձնամաքրման աշխատանքները ոչ մի րոպե կանգ չեն առնում նաև ապարանի գյուղական բնակավայրերում, յուրաքանչյուրում 1-ից 3 տեխնիկա է անդադար աշխատում, մաքրելով անգամ փոքր նրբանցքները, որոնցում բնակելի տներ կան։ Տեսք ձմեռային շքեղ քաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից այս տեսքն ունի, ներկայացնում ենք առանց մեկնաբանության։